Երեք բան, որ խորհուրդ եք տալիս InBody եկած մարդկանց։ Առաջինը, որ առաջին պրոցեդուրայից հետո չսպասել արդյունքների, այլ լինել համբերատար, հետևողական, սնվել առողջ։ Իհարկե ծայրահեղությունների չմատնվել, այո, չենք մոռանում նաև բավարար ջուր խմելու մասին եւ եթե անգամ չենք կարողանում սպորտ ակումբ հաճախել, գոնե ունենալ որոշակի ֆիզիկական ակտիվություն, քայլել։ Ահա որ հասկացա։ Իսկ եթե անթերիսը ունենար մեկ պրոցեդուրա հանդիսավարի համար, ինչ կանվանեիք դրան։ Իմ սիրուն։ Արի սիրունցի հանդիսավար, պես կրնարերներ, այսով պետք է, էլի։ Ինչպիսին պիտի լինի երազանքների InBody-ի այցելուն։ InBody-ի երազանքների այցելուն չպետք է վախենա իրականությունից, պետք է լինի հետաքրքրվող, լսող եւ յուրաքանչյուր այցից հետո պետք է ել ավելի գիտակից լինի իր մարմնի հետ հարաբերություններում։ Ու բդի իրա հասնեքի ես վարաձևն։ Անպայման։ Որ ասում եք InBody, ինչն է առաջինը ձեր մտքին գալիս։ Որ InBody-ն է նախ, իր կան այդ դրա վրա ուրիշ բդի գործեն է, իմն է, էլի։ Զինվորական տերմին է, էլի InBody։ Մարմնի որ հատվածների համար են գալիս InBody-ի։ InBody-ն նախատեսված է մարմնի բոլոր հատվածների համար, բայց առավելապես խնդրահարույցը դա որովայնն է, թե կանանց, թե տղամարդկանց մոտ եւ իհարկե կանանց ազդրերի, ձեռքերի հատվածները, այնպես ամբողջ մարմին։ Հա, հային բնորոշ է, էլի, փորը լավ բան է։ Հա, ինչալոց մեր մոտ տղաները եւս գերակշռում են ու արդյունքները շատ ավելի լավն են։ 3 բան, որ ձեզ մոտիվացնում է։ Անթերիսը, երախուս լուրը, ընկերներից ներկայությունը։ Քանի որ դուք եք միշտ ձեր հարսիկներին նվեր տալիս, այս անգամ մենք ենք պատրաստել ձեր համար նվեր, սա ձեզ։ Բարե բեր, բերո։ Յանի բարի լուր բերո։ Այո։ Շնորհակալություն։